Subscribe and turn the bell. Ուրիշ ֆուտբոլ, բաժանորդ թակրվի և միացյալ սանգը. Ուրիշ ֆուտբոլ, բաժանորդ թակրվի և միացյալ սանգը. Ողջույն, դուք գտնվում եք ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքում, իսկ մենք, ինչպես տեսնում եք, Պրիշտինայում ենք, Կոսովոյում, որտեղ վաղը Հայաստանի ազգային հավաքականը կմրցի Կոսովոյի ընտրանու հետ։ Սա թիմերի արդեն երրորդ ընկերական հանդիպումն է։ Մինչ այս մեր հավաքականին ցավոք առայժմ չի հաջողվել հաղթել Կոսովոյի ընտրանում։ Շատ մոտ էինք առաջին ընկերական խաղում, որն ավարտվեց 2-2 հաշվով։ Հայաստանում կայացած խաղը ավարտվեց նվազագույն հաշվով Կոսովոյի ընտրանու հաղթանակով։ Եվ ահա այս դիմակայության երրորդ հանդիպումը այստեղ Պրիշտինայում հունիսի 6-ին։ 3 ժամ 20 րոպե տևեց թռիչքը Երևանից Պրիշտինա եւ այստեղ Հայաստանի հավաքականը ժամանել է որոշակի կադրային կորուստներով։ Հայաստանի հավաքականի կազմում չեն ժամանել այստեղ Դավիթ Հակոբյանը եւ Անատոլի Այվազովը։ Ունենք երկու կորուստ, Հակոբյանը չի ժամանել, քանի որ վատարողջ էր, իսկ Անատոլի Այվազովը 4-րդն էր, կարծես թե այդ իսկ պատճառով մնացել է տանը եւ կդիտի այս խաղը հեռուստացույցով։ Քիչ անց կմեկնարկի Ջոն Վանցխիպի նախախաղային մամուլի ասուլիսը, Վանցխիպին մենք շատ հարցեր ունենք եւ այդ հարցերը անպայման դուք եւս կտեսնեք այս վիդեոյում։ Չմոռանաք բաժանորդագրվել ուրիշ ֆուտբոլ YouTube-յան ալիքին, դնել լայք այս վիդեոն եւ միացնել զանգակը, որպեսզի մենք նորից հանդիպենք։ Դիտենք ասուլիսը, տանք հարցեր, հետո արդեն վերադառնանք այստեղ մասնակցելու, ավելի ճիշտ դիտելու Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը։ Գնացինք։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, հարգելի լրագրողներ, սկսում ենք Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ջոն Վանցխիպի եւ կիսապաշտպան Ժիրայր Շաբանյանի նախախաղային մամուլի ասուլիսը։ Սկզբից խնդրեմ հարցերը Ժիրայրին, այնուհետև կշարունակենք գլխավոր մարզչի հետ։ Արմենը Արմեն Գարավյան առաջին ալիք Շիրայր, երբ դու այսպես ասած նոր էր զսել Գալիարատ, հաղում էր առաջին խմբում և հրավեր ստացալ ազգային հավաքականից, հետո մի փոքր այնպես չգնացող Գալիարատ, բայց հիմա կարծես թե կայունություն է եկել, ամենակարևոր շտապացում Գալիարայի ինչպես ես դու զգում քեզ հիմա և արդեն կարծում ես, որ վերջնական կայունությունը կա քեզ հետ։ Շնորհակալ եմ հարցի համար, ինձ թվում է արդեն լավ ժամանակ է, որպեսզի ցույց տալ կայունությունը, քանի որ ժամանակն է ելել եւ եղել են խնդիրներ ժամանակի հետ կապված, որ հիմա չկա ու կփորձեմ այնպես անել, որ չլինի, իմ խաղով ապացուցել դառնում եւ ինձ թվում է դա է պատճառը հիմնականում ելել, որ հիմա ուղղել Ժիրայր, նշեցիք խաղաժամանակի մասին, վերջի ժամանակներս երևի թե առաջին դեպքն է, որ երբ խաղաժամանակով եք եկել հավաքական եւ լավ մարզավիճակով, որքանով դա կօգնի արդեն հավաքականում ելույթի ժամանակ։ Դա միանշանակ ամենակարևոր անդրադարձն է, քանի որ երբ ֆուտբոլիստը խաղում է, նա իրեն զգում է իր վիճակում եւ պատրաստ է օգնել հավաքականին։ Առանց խաղաժամանակի ինձ թվում է մի քիչ դժվար կլինի, որովհետեւ հավաքականում բարձր մակարդակի ֆուտբոլիստներ են հանդես գալիս եւ կփորձեմ իմ խաղով ցույց տալ։ Ասմիկ Բաբայան, Կորմեյդամատ, ուզում եմ իմանալ առաջիկա խաղերի համար ինչ խնդիր է դրել ձեր առաջ եւ մարզչեդ արդեն բավական ժամանակն է աշխատել է ինչ հպատություններ ունեք եւ ինչ կազմել եք ձեռագրել եւ ոչի մասին։ Միանշանակ հավաքանի խաղերը պետք է փորձել հաղթանակի հասնել։ Հավաքականի հանդիպումներում պետք է փորձել առավելագույնը խաղեր։ Մարզաշրջանը շատ հետաքրքիր ֆուտբոլ է եւ բոլորը եկել մարզումները պատրաստվում խաղին եւ ձեռագիրը նույնպես ինձ թվում է շատ հետաքրքիր է, բոլոր ֆուտբոլիստները սիրում են դա խաղալ ու կփորձենք գաղափար
ցույց տալ եւ ամենակարևորը փորձենք հաղթանակի հասնել։ Նախորդ անգամ, երբ Հայաստանի հավաքականը այստեղ խաղաց, դու կարողացար նոր երկրորդ դառնալ։ Իհարկե շատ է փոխվել Կոսովոյի հավաքականը, վերջին խաղային բավականին հստակ խաղում, բայց ամեն դեպքում բնականաբար ուսումնասիրել եք տարբերությունները նշես, որոնք են այն Կոսովոյի եւ այս Կոսովոյի։ Նրանք ամեն տարի ինձ թվում է ավելի լավ թիմ են կառուցում, լավ աշխատանք են կատարում ու անցած անգամվա իրենց տակտիկան եւ խաղաձևերում կարող նշել կոնկրետ, բայց հիմա կոնկրետ շատ հետաքրքիր ֆուտբոլ են խաղում եւ դե պրեսինգի դիմելուց թե գնդակով խաղալուց մանրամասն վերլուծել են եւ կփորձենք հաջողության հասնել։ Ժիրեն հենց ֆուտբոլիստները հաճախ են նշում, որ հավաքականում չկան ընկերական խաղեր, բոլոր խաղերը կարևոր են։ Արդյոք հիմա հենց արդյունքի նշանակությունը էլ ավելի մեծ է, հաշվի առնելով նախորդ երկու խաղերը Վրաստանի հետ, այսինքն հարկավոր է այդ սխալները ուղղել։ Ահա, ճիշտ նշեցիք, իհարկե հարկավոր է ուղղել եւ ցույց տալ, որ մեծ աշխատանք են կատարել եւ սա հավաքական է, որտեղ որ պիտի փորձենք հաղթել բոլոր հնարավոր հանդիպումներում եւ ինչը որ եղել է Վրաստանի հետ հանդիպման ժամանակ չի կարող ուղղակի կրկնվել, քանի որ մենք աշխատանք ենք կատարել դրա շուրջ եւ մարզիչը նույնպես ցույց է տվել սխալները, որը որ չպետք է անել հաջորդ անգամ եւ այդպես էլ պետք է անենք։ Ցանկանայի առաջինը հայտարարությունի վերաբերյալ հարց ուղղել շատ լավ մրցաշրջան անցկացվեց Վանից Կարեն Նալբանդյանը եւ Արդյունավետությամբ էլ նրա նավագումներից հավաքությունում հետաքրքիր է որ է պատճառը որ մարզիչը նախընտրել այդ դեպքում ուրիշ ֆուտբոլիստների իրավունք Այն ֆուտբոլը, որ մենք խաղում ենք, հիմնականում մենք խաղում ենք շատ ուժեղ, ֆիզիկապես ուժեղ ընկերներով, որոնք մեծ աշխատանք են կատարում, 9 համարով, որը նույնպես կարող է իջնել դաշտի խոր, օգնել խաղանկերներին, 8 համարներով, որոնք վազում են մեծ աշխատանք են տանում, եւ Կարեն Նալբանդյանը այս իրավիճակում իր ակումբում հանդես է գալիս ավելի շատ ենթահարձակվողի 10 համարի դիրքում, երբեմն տեղափոխվելով ձախ, տեղափոխվելով աջ, եւ հենց այն համակարգում, որ ուզում ենք այս խաղերի համար մնալ, հենց այս մրցակիցների դեմ խաղերում, հրավիրել ենք այս անգամ այս ֆուտբոլիստներին։ Մենք ունենք նաեւ Ադորյան, որը կարող է խաղալ տարբեր դիրքերում 11 համար, 7 համար, Սևիկյանը կարող է խաղալ ինչպես 9 համար, այնպես էլ 10 համար, 7 համար, այնպես որ շատ խաղացողներ ունենք հարձակողական դիրքերում, բայց Կարեն Նալբանդյանը երիտասարդ ֆուտբոլիստը լավ մրցաշրջան է անցկացրել եւ բնականաբար նրան ուշադրության կենտրոնում են պահում եւ նա դեռ շանս է կստանա։ So those players are versatile in the system. Երկրորդ հարցը ևս հայտարարությունի մասին է, իրականում երբ մարտի խաղերը եղան, մարտիչն ասաց, որ կարիք խաղերը որոնք ընկերական են, պետք է ավելի շատ ֆուտբոլիստներ ընդգրկեն եւ հնարավորության դեպքում բոլորին գործի մեջ տեսնել, բայց օրինակ առաջնության երրորդ տեղը գրաված թիմից, որը բավականին շատ հայ ֆուտբոլիստների օգտագործում խաղերի ընթացքում, ոչ ոք չի իրավիճել ազգային հավաքական, ես 1-2 անուն կտամ Նարեկ Աղասարյան կամ Կարեն Մելքոնյան, մարը չի կարող ասել, արդյոք այդ թիմից ոչ մեկին այս բան չէր տեսնում։ Կարծում եմ, եթե նրանք համապատասխանեին հենց այս խաղերից մեծ սպասելիքներին, նրանք կլինեին ցուցակում, մենք ուրախ ենք այն ֆուտբոլիստներով, որոնք հրավիրվել են այս հավաքին ընթացքում լավ էներգիա են զգացել, բավականին լավ հավաք ենք անցկացրել եւ լավ նախապատրաստություն անցել, բայց ես ուրախ եմ, որ կան ֆուտբոլիստներ, որոնք եւս թափում են հավաքանի դռները։ Maybe they will be there the next time, as I said. Ռոբերտ Մարտոսյան, ուրիշ ֆուտբոլ, պարոն Վանցխիպ, որն է խնդիրը այս առաջիկա երկու խաղերի համար, ինչ խնդիր է ձեր առջև դրվել ֆեդերացիայի ղեկավարության կողմից եւ դուք ինքներդ ձեր առջև ինչ խնդիր եք դրել եւ որ արդյունքը կհամարեք դրական եւ որը բացասական։
Երբես նոր է ստանձնում հավաքականի ղեկը մարտին, մեր պայմանավորվածությունը այնպեսին է, որ Վրաստանի հետ երկու խաղերը, ինչպես նաև Կոսովոյի և Չեռնագորիայի դեմ գերական խաղերը նախապատրաստական փուլ պետք է հանդիսանան Պորտուգալիայի և Իռլանդիայի հավաքականների դեմ հանդիպումներին և կարող եմ ասել, որ հենց այդ կտրվածքով մոտենում ենք այս խաղերին, փորձել ենք խաղերի ընթացքում, երբ մենք գնդակով լինենք խաղանք այլ ֆուտբոլ, այն ֆուտբոլը, որ մենք ենք ուզում, և նաև փորձենք պաշտպանական կառուցվածքը թիմի բարելավել, որովհետև ինչպես դուք էլ գիտեք, մարտին Վրաստանի դեմ խաղերին մեր պաշտպանությունը այնքան լավ վիճակում չէր, և ամեն դեպքում հենց այս մոտեցմամբ ենք պատրաստվում Պորտուգալիայի խաղերին, որը երևի թե գիտեք, որ այնքան էլ վատ թիմ չէ։ Հասմիկ։ Ձեր նորամուտ հավաքականում այդքան հաջող չստացվեց, Վրաստանից գրած երկու պարտություններն են, ինչպես եք դուք հաղթահարել այն և ինչպես եք ֆուտբոլիստներին տրամադրել։ Միշտ շատ դժվար է այսպիսի խաղերից հետո տրամադրել ֆուտբոլիստներին և հատկապես այն պատճառով, որ այդպիսի խաղերից հետո ֆուտբոլիստները նաև վերադառնում են իրենց ակումբներ, և ես մի քանի զանգեր եմ ստացել ֆուտբոլիստներից այս հավաքից առաջ։ Եվ իհարկե այս հավաքի ընթացքում մենք նայել ենք Վրաստանի հավաքականի դեմ հանդիպումները, վերլուծել այն ոչ թե ամբողջ մանրամասներով, այլ ուղղակի այն էպիզոդներում, թե որտեղ կարող ենք բարելավել մեր խաղը և ներկայանալ արդեն առաջիկա խաղերը որպես ավելի լավ թիմ։ Արմեն։ Կարծում եմ մարտին այս հարցը ձեզ տալը ճիշտ չէր, քանի որ դուք դեռ հայկական ֆուտբոլը չէիք տեսնում։ Հիմա արդեն բավականին շատ խաղեր եք եղել, տեսել եք թիմերն իրենց լավ մարզավիճակում, ֆուտբոլիստներին ևս։ Ձեր գնահատականը հայկական ֆուտբոլի և հայկական ֆուտբոլի ապագայի մասին ինչպիսի։ Գլխավոր խնդիրը, որ ես տեսել եմ Հայաստանի առաջնությունում, դա այն է, որ խաղի ինտենսիվությունը շատ ցածր մակարդակի է և ինչպես գիտեք, հավաքականի ֆուտբոլիստների մեծ մասը հենց Հայաստանի առաջնությունից են հրավիրվում հավաքական և ոչ միայն հենց Պրեմիեր լիգայում, այլև երիտասարդական մակարդակում ևս մենք պետք է բարելավենք այդ խաղի ինտենսիվությունը, որպեսզի կարողանանք հույս ունենալ հասնելու ավելի լավ արդյունքների։ Մյուս խնդիրն այն է, որ Հայաստանի առաջնության հանդիպումների ընթացքում ֆուտբոլիստները շատ հաճախ են ընկնում գետնին և մրցավարները ընդհատում են խաղը և դա շատ հաճախ կոտրում է խաղի ռիթմը։ Ես այդ մասին խոսել եմ նաև մրցավարների դեպարտամենտի ղեկավարի հետ Գավաթի եզրափակիչ հանդիպման ժամանակ և դրանից հետո տեսա 2-3 խաղեր, որոնց ընթացքում մրցավարը ավելի շատ է թույլատրում, որպեսզի պայքարեին, ավելի քիչ է միջամտում խաղին։ Չէ՞ որ այսպիսի իրավիճակում, երբ ֆուտբոլիստները սովորում են այսպիսի ցածր ինտենսիվությամբ խաղալու և անընդհատ դադարներին, հետո գնալով արդեն եվրոպական խաղերի ժամանակ նրանց համար շատ ավելի բարդ է։ Սա ձեր գլխավորությամբ Էդվարդ Սպերցյանի առաջին հավաքն է, ինչ տպավորություն եք դուք ունեք Սպերցյանից, մանավանդ որ նա հավաքական ժամանեց չեմպիոնություն նվաճելուց հետո։ Միանգամից երևում է, թե ինչ բարձր մակարդակի խաղացող է նա և որքան տաղանդավոր և Ռուսաստանի առաջնությունը բնականաբար նա խաղում է շատ բարձր ինտենսիվությամբ, բացի այդ նա շատ լավ էներգիա է բերում իր հետ հավաքական և նաև կատարում է հավաքականի տղաների միավորողի դեր, նրա ներկայությունը թիմում շատ կարևոր է, բայց այդ բարձր ինտենսիվությունը, որ նա խաղում է և այդ օգուտը, որ նա տալիս է, նա չի կարող միայնակ անել, պետք է ամբողջ թիմը փորձի ձգտել համապատասխանել հենց այդ մակարդակին։ Սպերցյանի թեման շարունակելով նախորդ տարիների ընթացքում մենք շատ հաճախ ունենում էինք խնդիր ունենալով նրա ստեղծագործ որակները, նրան շատ հաճախ մարզիչները նաև թիկունքում էին օգտագործում և նա իր ունակությունները ցուցադրելու հնարավորություն քիչ էր ստանում, արդյոք մարզիչը ինչ-որ նորամուծություն կամ նոր, չասեմ դիպ, բայց հնարավորություններ կտա Սպերցյանին, որպեսզի նա ստեղծագործ ֆուտբոլ խաղի։ Կարծում եմ Սպերցյանին կօգտագործեմ այն դեպքում, որտեղ նա կարող է մաքսիմալ օգուտ տալ, բայց դա կարող է լինել թե այն դեպքը, որտեղ նա կօգնի խաղի կառուցմանը, ստանալով գնդակ և առաջ մղելով այն, ինչպես նաև հարձակողական վերջին երրորդ հատվածով դաշտի, որտեղ նա կարող է հարմար դեպքում ստանալ գնդակը, հարվածել կամ շատ կարևոր փոխանցում կատարել։
ինչ կասի Մարզիչը Նայիրի Տիֆնիզյանի մարզավիճակի մասին եւ խնդիրներով, որոնք մենք ունենք պաշտպանությունում, արդյոք դիտարկում է Տիֆնիզյանին այդ դիրքում օգտագործելու հարցը եւ ինչ կասի Էդգար Գրիգորյանի մարզավիճակի մասին, հնարավոր է նրան տեսնենք մենք ներկայացնենք։ Մենք բոլորս գիտենք, թե ինչ որակներ ունի Նայիր Տիֆնիզյանը, նա շատ լավ հարձակողական ոճի ձախ պաշտպան է եւ հավաքի ընթացքում նրա ցույց տված որակները մեզ ստիպում են հավատալ, որ նա լավ մարզավիճակում է, բայց ինչպես գիտեք, խաղային մարզավիճակը տարբերվում է մարզային մարզավիճակից, պետք է դա տեսնել անպայման խաղի ընթացքում։ Մենք լիահույս ենք, որ նա կարողանա մեզ օգնել վաղվա խաղում եւ եթե ամեն ինչ լավ լինի, նաեւ հաջորդ խաղում ինչ-որ խաղաժամանակ ստանալ, բայց սեզոնի վերջում, ինչպես գիտեք, պետք է շատ հանգամանքներ հաշվի առնել եւ փորձել հնարավորինս օպտիմալ տարբերակներ գտնել, որ բոլոր խաղացողները կարողանան լավ հանդիսանալ։ Էդգար Գրիգորյանը նույնպես շատ լավ ֆուտբոլիստ է, նա գրեթե բոլոր խաղերը խաղացել է Արարատ Արմենիայի կազմում։ Վերջին 3 օրերի ընթացքում նա արդեն շատ լավ մարզավիճակում է, դրանից առաջ որոշակի մկանային խնդիրներ ուներ, բայց հիմա արդեն լավ մարզավիճակում է, կարծում եմ նույնպես պատրաստ է առաջիկա խաղերին։ Արմեն ու վերջացնենք։ Քանի որ մեր հայտարարությունը շատ մեծ չէ եւ խաղացողների շրջանակը լայն չէ, Լուկաս Սելարյանի մասին եմ ուզում հարցնել։ Գիտենք, որ ընտանեկան խնդիրներ ունի, բայց ամեն դեպքում նա մնում է մեր հավաքականի դիտարկետում, այսպես ասած, որովհետեւ չկար հայտարարություն նրա մասին որևէ ինֆորմացիա չկար, Մարզիչը խոսել է արդյոք Լուկասի հետ եւ նա պատրաստվում է հավաքական։ Լուկասի հետ կապված Մարտինն իրոք ընտանեկան խնդիրներ ուներ, այս անգամ իրավիճակը մի փոքր այլ է, սկզբից չէր հաջողվում նորմալ կապ հաստատել նրա հետ, հետո երբ հաջողվեց կապ հաստատել նրա հետ, ոչ թե ես էի դա անում, այլ մարզչական անձնակազմի իսպանացիներից մեկը, նա հայտնեց, որ ցանկանում է արձակուրդի գնալ եւ ես շատ հաստատված եմ այդ հանգամանքից, որովհետեւ ֆուտբոլիստը ազգային հավաքական գալուց չպետք է ընտրություն կատարի, հիմա գալիս է, հետո չի գալիս կամ ինքը ընտրի, թե երբ է ուզում գալ կամ չգալ, հատկապես, որ սրանք ընկերական խաղեր են, իսկ հետո երբ պաշտոնական խաղեր լինեն, արդեն կարևոր են ընտրի գալ թե չգալ, եւ ես գտնում եմ շատ հաստատված եմ այդ հանգամանքով, բայց նաեւ ուրախ եմ եւ գոհ եմ այն ֆուտբոլիստներով, որոնք այս հավաքին են մասնակցել, որովհետև կարծում եմ, որ ֆուտբոլիստները պետք է մեծ ցանկությամբ կան հավաքական եւ ոչ թե ընտրեն, թե երբ կան հավաքական։ Դուք անցած հավաքի ժամանակ հաճախ եք խոսում ֆուտբոլիստների անհատական սխալների մեծ քանակի մասին, այսօր նաև նշվեց առաջնությունում մի տեսլության խնդրի մասին, արդյոք նման հարցերը ստիպում են մարզչին սովորականի շատ փոխել են խաղաոճը, որ նա սկզբում ուզում էր ներդնել հավաքականին։ Միշտ պետք է հաշվի առնել մրցակցին, բնականաբար վաղվա խաղում ենք փորձել ենք խաղալ այլ կերպ, քան խաղացինք Վրաստանի հավաքականի դեմ, բայց դա պետք է լինի պատճառաբանված եւ միշտ պետք է հաշվի առնելով մրցակցի ուժը ամեն դեպքում փորձել խաղալ այդ պայմանությամբ ամենաօպտիմալ կերպով։ Okay. Good luck. Good luck. Thank you.
And 100 camera that we should somebody else? What's your number? Just with white and red numbers or the color of the numbers? Okay, John, the rules. One touch between the legs, one extra between the players, one extra. Okay, 15 times, also one extra. Yes? Okay, play. Then you have to count. Sure. Робоча способна на шофера. Մենք սուրճ խմել, բարձրեց սուրճի պիտի ուտենք։ Ճաշակեցիք, համով էր։ Այո, այո։ Անուշ։ Հիմա կարելի է ջուր խմել, որ սուրճ դառնա։ Գնացինք ջուր խմելու։